Հայ հայտնիների մեջ կան այնպիսիք, ովքեր կյանքի տարբեր փուլերում և տարբեր հանգամանքների բերումով կորցրել են իրենց սիրելիներին, կողակիցներին։ Իրենց տարբեր հարցազրույցներում, երբեմն նաև գրառումների տեսքով նրանք անդրադառնում են իրենց կորստին։ Star News-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնց կողակիցները մահացել են։ 2021 թվականին կյանքից հեռացավ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինը, մանկաբարձ գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։ Բժշկի մահվան պատճառը կորոնավիրուսն էր, նա երկար ժամանակ պայքարում էր կյանքի համար։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Լուիզան անդրադարձել էր իր համար ծանր այդ թեմային և նշել էր. «Ես նրան չեմ կորցրել, նա ներկա է, որովհետև այնքան շատ բան է թողել։ Ես իհարկե դեմ եմ հիշողությունների հետ ապրելուն։ Այն մարդիկ, ովքեր ապրում են միայն անցյալով, կորցնում են ներկայի զարկերակը, բայց նա այնքան մնայուն բաներ է թողել՝ արժեքներ, սովորույթներ, խորհուրդներ ու խոսքեր։ Քանի որ շատ բարի և իմաստուն մարդ էր և գիտեր, մի օր այնպես է ստացվելու, որ մենք ֆիզիկապես առանց իրեն ենք մնալու, շատ հարցերում ուղղորդում էր մեզ, սովորեցնում։ Այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի։ Նա կոփում էր ինձ, նա ինձ համար իսկապես կա հիմա, իսկ մնացածն արդեն իմ ապրումներն են, իմ կարոտն է, նրան միշտ վառ հիշելն է։ Չկա օր, որ մենք տանը չհիշենք Գաբիիս հետ և չհիշենք ուրախությամբ, որովհետև ուրիշ տարբերակ չկա», ասել էր դերասանուհին, խոսելով ամուսնու մահվան մասին։ Ամուսնու առաջին կնոջ Սոֆի Դևոյանի և նրա ընտանիքի հետ հարաբերությունների մասին խոսելիս Լուիզա Ղամբարյանն ընդգծել էր, որ իրենք մեծ ընտանիք են և Գեորգիի մահից հետո ավելի են մտերմացել։ «Մենք միշտ եղել ենք բարեկիրթ և անկեղծ, որովհետև մեզնից ոչ ոք այլևս որևէ ակնկալիք չի ունեցել մեկը մյուսից։ Երբ ես հայտնվել եմ, ամեն ինչ վաղուց արդեն խաղաղությամբ տեղի էր ունեցել, իսկ Սոֆին շատ խոհեմ կին է, ինքնաբավ, կարծում եմ ինքն էլ նույն կարծիքն ունի իմ մասին։ Մենք միմյանց հետ բացառիկ անկեղծ ու սիրալիր հարաբերություններ ունենք։ Կորստից հետո նորից հասկացանք, որ հիմա ավելի քան անհրաժեշտ է միմյանց նեցուկ լինել։ Նա ինձ այնպիսի խորհուրդ է տվել, որը կարող էր տալ միայն սիրող մարդը»։ Ընդհանրապես Լուիզան տարբեր առիթներով խոսել էր իրենց հարաբերությունների մասին և խոսելով ընտանեկան կոնֆլիկտների մասին դերասանուհին ժամանակին ասել էր. «Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մեր ընտանիքում ևս առաջանում են կոնֆլիկտներ, որոնք լուծվում են փոխհամաձայնությամբ ու մեծ խնդիրների չեն վերածվում։ Այստեղ մեր մասնագիտությունները կապ չունեն, մենք կապ ունենք։ Ես տանից դուրս դերասանուհի եմ, տանը կին, իմ պահանջներով, դժգոհություններով ու ուրախություններով, նույնն էլ ամուսինս։ Ունենք ընդհանուր մի մարդ անուն, որի ապրում ենք, ում մասին մտածում ենք։ Թողնելով մեր մասնագիտությունները դրսում, փորձում ենք ամեն ինչ անել, որ ընտանիքը խաղաղ լինի։ Սիչողի դերում երկուսս էլ լինում ենք, այստեղ արդեն մարդկային որակները պետք է առաջ գան ու միմյանց օգնեն, ոչ թե մասնագիտությունը»։ Իսկ խոսելով դստեր մասնագիտական կողմնորոշման մասին, Լուիզան նշել էր, որ իր կարծիքով դուստրը կընտրի արվեստի ուղին։ Հայրիկն ընդհանրապես իր տեսակով դեմոկրատ մարդ է և ազատ ընտրության կողմնակից։ Ինքն էլ գտնում է, որ շատ ավելի լավ կլինի արվեստ, քան բժշկություն, որովհետև անձամբ գիտի բժշկության բոլոր դժվարությունները և չերևացող բացասական կողմերը։ Ծանրագույն և պատասխանատու աշխատանք է։ Իհարկե, դերասանի ճանապարհը ևս խոչընդոտներով հագեցած է, բայց զգում եմ, որ մեր դուստրը արվեստի ուղին կբռնի։ Իրեն միայն մեկ բան եմ ասել՝ ինչ էլ որ դառնաս, պետք է լինես լավը։ Միջակություն ես չեմ ընդունի։ Իսկ կին-տղամարդ հարաբերությունների մասին խոսելիս Լուիզան ասել էր. «Ես դրական եմ ընկալում տղամարդկանց և առաջին հերթին նրանց մեջ դրական հատկանիշներ եմ փնտրում։ Տղամարդկանց ավելի ընդունում եմ, քան հակառակը։ Կան կանայք, ովքեր տղամարդկանց մեջ տեսնում են հակառակորդի, որսորդի, շան։ Կարծում եմ այդպիսի կանանց կյանքում ինչ-որ բան սխալ է ընթացել։ Ես գնահատում եմ տղամարդկանց, կարևորում եմ նրանց անհրաժեշտությունը կնոջ կյանքում։ Կինը կին է, երբ իր կողքին կա տղամարդ, որի ուսին կարող է հենել գլուխը։ Չեմ սիրում, երբ տղամարդը չունի հումորի զգացողություն, տգետ է, ձեռնփակ է և իհարկե չեմ կարող հանդուրժել ինքնասիրահարված ու փառասեր տղամարդկանց»։ Խանդի մասին
մասին եւս Լուիզան ուներ իր հստակ դիրքորոշումը. վստահ եմ, որ կա խանդ, իմ մեջ էլ կա, պարզապես հաճախ թաքցնում եմ, փորձում եմ հորս խորհուրդը հիշելով զսպել այդ ամենը, ամուսնուս պարագայում վստահ եմ, որ կա, եթե ոչ ավելի շատ, քան ինձանում, որովհետև շփվում եմ տարբեր տարիքի եւ տարբեր արտաքին ունեցող մարդկանց հետ, բայց մենք դրան տեղի չենք տալիս, 1000-ից 1 երբ զգում եմ, որ մեր կյանքը մի քիչ անհետաքրքիր է դառնում, խանդի թեման արհեստականորեն բարձրացնում եմ, ընդամենը այդքանը։ 2022 թվականին ողբերգական պատահարի հետևանքով կյանքից հեռացավ երիտասարդ հեռուստահաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ Նրա ամուսինը հումորիստ եւ սցենարիստ Վահե Խաչատրյանը իր վերջին հարցազրույցներում հաճախ է անդրադառնում այդ թեմային, ամեն անգամ նշելով, որ իր համար շատ ծանր է եղել կնոջ կորուստը եւ մինչեւ այսօր չի կարողանում համակերպվել։ 2018-ի օգոստոսին իր ռադիոհաղորդմանը հյուր էի գնացել, ծանոթացանք ու սեպտեմբերից սկսեցինք ընկերություն անել։ Ամուսնացանք 2021-ի հոկտեմբերի 8-ին։ Իր ներկայությամբ ավելի բարի եմ եղել։ Եթե ինչ-որ մեկը քեզ համար կարևոր է, ձգտում ես այնպիսին դառնալ, որ կողքիդ իրեն լավ զգա։ Իր արժեհամակարգով բարձր կին է, կիրթ, մի քանի լեզու իմացող, Եվրոպայում ապրած մարքեթինգի մասնագետ հաղորդավար։ Միասին լավ էինք զգում իրար, շատ սիրում, վայելում ամեն վայրկյանը։ Երկուսս էլ հասուն տարիքում ենք ծանոթացել ու ընտանիք կազմել։ Վահեն նաև նշել է, որ իր համար շատ դժվար է ապրել այն տանը, որտեղ ինքն ու կինն են ապրել։ Այդ տունը երկուսով ենք կառուցել, ամեն ինչ իր ճաշակով է, շատ դժվար է այնտեղ լինել։ Միշտ ու ամեն օր եմ ասել, որ իրեն շատ եմ սիրում, օր չկար անգամ վայրկյան, որ այդ մասին չասեի։ Տա Աստված, որ յուրաքանչյուրն իմ ապրած զգացմունքի գոնե կեսը զգա։ Ամենամեծ ցավն այն է, որ նա չկա։ Շատ եմ խնդրում, որ մարդիկ հարգեն իմ անձնական կյանքը, հանդիպելիս ու շփվելիս այդ մասին չխոսեն։ Եթե պետք լինի, ինքս կասեմ, չեմ ուզում իրենց անձնական ապրումների հետ համեմատություն անցկացնեն, սեփական չստացված պատմությունների հետ կապեն, դա իմն է, մերն է։ Վահեն նաև նշել էր, որ կարծում է, որ իր մոտ այս պահին ժխտումն է ու զայրույթը, իսկ դեպրեսիան չի անցել։ Միակ դեղամիջոցը նա համարել էր աշխատանքը։ Ամեն մարդ իր կորուստը սեփական մաշկի վրա է զգում։ Կապ ունի նաև, թե ինչպիսի կորստի մասին ենք խոսում։ Պատերազմում զոհված տղայի ցավը լրիվ ուրիշ է, իմ դեպքը բոլորովին այլ։ Կան մարդիկ, որոնք համարում են Աստված մեզ հենց այնպես փորձություն չի տալիս։ Հասկացել եմ, որ մարդն ինչքան համարձակ է, այդքան պատասխանատվությունը փորձում է իր վրա վերցնել։ Պիտի գիտակցես, որ կյանքում արածդ ամեն քայլի դիմաց ստանում ես համարժեք պատասխան։ Մեզ հետ տեղի ունեցող ամեն ինչ կատարած ընտրությունների արդյունքն է։ Ինձ ոչ մի խոսք չի կարող սփոփել, ինչ էլ ասեն, չի օգնի։ Վահեն նշել էր, որ այս 1 տարվանից հետո իր համար կյանքում կարևորը հիմա ծնողների եւ եղբոր կողքին մնալն է։ Ինչքան էլ պաթոսային հնչի, այլապես իմ այստեղ մնալն իմաստ չի ունենա։ Ամեն մարդ այս երկիր մոլորակի վրա իր նշանակությունն ունի։ Վահեն այժմ նոր ճամփորդական նախագիծ է վարում եւ խոսելով այդ նախագծի մասին նշել էր. այն կարևոր գործի շարունակությունն է։ Ճամպրուկս ու ես նախագիծ կար, որը կինս էր վարում, բայց քանի որ ամեն ինչ այդպես եղավ, հարց էր առաջանում, թե ինչ անեմ։ Երկու լուծում կար, կամ պիտի մի բան անեի ինքս ինձ հետ, կամ չանեի, իսկ դրա համար խթանիչ միջոցներ էին պետք, որ ֆիզիկապես գոյություն ունենայի։ Ոչ մի հայտնի միջոց բնականաբար չօգնեց, հիմա էլ չի օգնում։ Եվ անդրադառնալով հարցին, թե որոնք էին այդ միջոցները, Վահեն նշել էր. հոգեբանը մարդիկ ոչ ոք չօգնեցին, միայն ծնողներս ու եղբայրս են ինձ պահում, քանի որ գիտեմ նրանց պետք եմ, ինքս ինձ վաղուց պետք չեմ, աշխարհին էլ, ու որ այդ մարդկանց կյանքը վերջնական չկործանվի, պատասխանատվություն ունեի։ Հասկանում ես, որ ամեն ինչ վերջացել է ու կյանքն էլ իմաստ չունի։ Մազից կախված գիտակցում ես, որ եթե չլինես, եւս 3 հոգի էլ կարող են չլինել, ու միջոցներ ես փնտրում գիտակցությունդ կառավարելու։ Ընկերներ էլ կան կողքիս են, բայց նրանց չեմ ուզում տանջել, քանի ամեն ինչ շատ բարդ ու դժվար է։ Հարցը սեփական ճակատագիրը չէ, պարզապես կար մի մարդ, որն էլ չկա, այդ ցավն է տանջում, չես կարողանում հաշտվել, որպեսզի ցավը թուլացնես, պիտի միջոցներ գտնես, ընթացքում հասկացա, միակ ելքն աշխատելն է։
Վահեն նշել էր, որ ինքը ողբերգական դեպքից 20 օր անց վերադարձել է աշխատանքի։ Հասկանում էի, որ կործանվում եմ, մինչ այդ ֆուտբոլային ակումբի մասին վավերագրական ֆիլմ կար պլանավորած, անկախ ինձնից սկսեցի մտածել դրա շուրջ ու հասկացա, որ պահի տակ ցավի մասին մոռանում եմ, փորձեցի աշխատել ու դա ցավազրկողի պես ինձ բուժում էր։ Ստեղ ամենամեծ ցավը նա է, որ ինքը չկա, կարևորը չի, որ իմ կինն է, ուղղակի այն, որ ինքը չկա։ Ես, որ խնդրել եմ ինքն իմ կինը դառնա, դա նշանակում է, որ իմ արժեհամակարգից ելնելով ինքն իմ համար լավագույնն է, բոլոր ժամանակների լավագույնն է ու այդպես էլ կմնա։ Կուզեմ ուղղակի, որ իր մասին շատ ավելի շատ իմանան մարդիկ, որ ինքը մեծ արժեհամակարգի տեր մարդ է, ինքը լավ անձնավորություն է, ես իր կողքին ավելի լավն եմ դարձել, ես մինչև իրեն հանդիպելը լավը չեմ եղել ու հիմա էլ լավը չեմ, երբ ինքը կար, ես զգում էի, որ լավն եմ, ինքը չէր կարող վատի հետ լինել։ Փաստը նա է, որ ինքը հիմա չկա ու որ գրում են ոնց ա կարում մտնի հումորի մեջ, ինչ որ վատ պրիմիտիվ բաներ են գրում։ Ոնց ապրեմ, երկու ելք կա, կամ պիտի ապրեմ, կամ չապրեմ։ Շատ հնարավոր է մի կին իմ մասին վատ բան գրի, որ թոռանը սիրելով է գրում, բայց ես անգամ երեխա չեմ ունենալու, բայց ինքը այդպես գրելու է, նշել էր Վահեն։ Նախորդ տարի ավտովթարի հետևանքով մահացավ նաև դերասան և պարող Արամ Մանուկյանի կինը Լիանա Ղազարյանը։ Դեպքը տեղի էր ունեցել Անապայում, մեքենան ժայռից ցած էր գլորվել։ Ընտանիքը շատ մանրամասներ չհայտնեց Լիանայի մահվան մասին, սակայն դեպքից 6 ամիս անց Արամը հուզիչ գրառում էր արել։ «Կես տարի առանց քեզ, կես մարդ», գրել էր նա։ Արամը և Լիանան ամուսնացել էին 2010 թվականին։ Կնոջ մասին խոսելիս Արամը նշում էր, որ դա սեր էր առաջին հայացքից։ Նշենք, որ զույգը 2 որդիներ ունի և իր մահից ընդամենը ամիսներ առաջ Լիանան կորցրել էր իր մայրիկին։ Ամուսնու նախկին կնոջ մահվանից հետո Անահիտ Կիրակոսյանը նրա դուստրերին ընդունեց սեփական երեխաների պես, մեծացրեց նրանց և իր տարբեր հարցազրույցներում մշտապես անդրադառնում է այդ թեմային։ Անահիտը նաև նշել էր, որ ինքը ռեկորդ է սահմանել 32 տարեկանում տատիկ դառնալով։ Խոսելով իր և ամուսնու հարաբերությունների մասին, Անահիտը նշել էր. «Շատ անգամ, երբ հոգեբանական թեստեր եմ կարդում, ասում են 3 տարի հետո ամուսինների մոտ վերանում է սիրահարվածության զգացումը։ Մենք կարծես դա չենք զգում։ Վերջերս ամուսնուս հետ հաճախ ենք խոսում այդ թեմայով։ Արտակը միշտ ասում է, երբ երջանիկ ես, ժամանակը շատ արագ է անցնում, երբ դժբախտ ես, հաշվում ես ժամանակը։ Երևի թե մենք այդ եզակիներից ու երջանիկներից ենք, որ մեզ մոտ շատ արագ թռավ ժամանակը։ Մեզ մոտ չի կորել սիրահարվածության ու ռոմանտիզմի զգացողությունը, կարոտը միմյանց հանդեպ, իրար ուրախացնելու, անակնկալ մատուցելու ցանկությունը։ Առօրյան չի դարձել սովորական ընտանեկան։ Մեր նամակները չեն սկսվում այսինչ բանը կբերեսով, մենք միշտ ասում ենք սիրում եմ, կարոտում եմ, սպասում եմ և այլն»։ Իսկ խոսելով դուստրերի հետ հարաբերությունների մասին, Անահիտը նշել էր. «Տարբեր տարիքում երեխաները տարբեր խնդիրներ են ունենում, բոլոր ծնողներն էլ առնչվում են դրան։ Այլ հարց է, թե ինչպես ես կարողանում դուրս գալ դրա տակից։ Ես ընտրել եմ երեխաներիս հետ ընկերություն անելու տարբերակը։ Աղջիկներիս միշտ ասում եմ յուրաքանչյուր բան կարող եք պատմել ինձ։ Եթե սխալվել եք, ես կներեմ, կփորձեմ օգնել, ոչ թե զայրանալ։ Փորձում եմ պահել բալանսը ընկերության և մամայի միջև։ Իհարկե խստություն էլ կա, բայց ընկերությունը գերակշռում է։ Կարծում եմ այդպես ավելի արդյունավետ է և երեխան չի վախենում սխալվելուց կամ այդ մասին բարձրաձայնելուց։ Ինձ շատ օգնում է հենց այն փաստը, որ ես տարիքով մոտ եմ իրենց։ Ես հիշում եմ այն խնդիրները, որ ունեի այդ տարիքում։ Աղջիկներիս հետ շփման ժամանակ անում եմ այն, ինչ կցանկանայի, որ մայրս աներ, թույլ տար խոսեր և փորձում եմ դա անել աղջիկներիս հանդեպ։ Կան մարդիկ, ովքեր տարիքով մեծ են, բայց չունեն կյանքի փորձ։ Չասեմ ես այդքան հասուն կամ խելացի եմ, պարզապես կողքիս ունեմ ամուսին, ով իր փորձով օգնում է ինձ, ճիշտ ուղղություններ հուշում։ Ես ուսումնասիրել եմ այն, ինչն իմ կյանքի փորձի համեմատ պակաս է։ Փորձում եմ մասնագիտական գրքեր կարդալ, եթերների ժամանակ էլ շատ եմ շփվում հոգեբանների, մասնագետների հետ և կարողանում եմ ընկալել ընտանեկան շփման ճիշտ բալանսը։
նյուանսը։ Ես չեմ գոռում, չեմ արգելում, փորձում եմ հասկանալ, օրինակ լսել ու հասկանալ այն երաժշտությունը, որ իրենք են սիրում։ Չեմ արգելում լսել դա, բայց խորհուրդ եմ տալիս հաջորդ անգամ էլ այսինչ բանը լսել, հետո գալիս ասում են՝ մամ, ճիշտ էիր։ Ես թույլ եմ տալիս, որ իրենք լինեն իրենց ժամանակի մեջ, փորձում եմ ուղղորդել, բայց երբեք որոշող չեմ իրենց փոխարեն։ Կարծում եմ երեխային պետք է որոշելու հնարավորություն տալ, որովհետև կյանքն ընտրություն է։ Ի վերջո պետք է ամուր կանգնես ոտքերիդ վրա, գիտակցես սխալիդ համար պատասխանատու լինելու գործոնը։ Միաժամանակ Անահիտը նշել էր, որ իրենց ընտանիքում կա այդ խստության նուրբ սահմանը։ Ես փորձում եմ ինձ զսպել ու էմոցիաներս ճիշտ կառավարել, որպեսզի հանկարծ չվիրավորեմ, նշել էր դերասանուհին։